գնալու ենք մինչև վերջ։ Ինչ արժեք դա չունենա։ Հիմա մի հատ բրյոմ եմ անում, որը խնդրում եմ երեխեքը չկրկնեն ոչ մի ձև։ Ես ասում եմ, չէ, այդպես հայաստանցի է, այսի արցախցի է։ Արտիկ քերակադրողական հիմնարկից դուրս եմ եկե 4 ավել գիրք կարտացած։ Իրանք են առաջինները, ով էս կարմիր գիծը անցել է։ Ասում են վերջ, մահապատիժ։ Ասում եմ, չէ, ինչ մահապատիժ, բողոքոնը կալանավոր եկել եմ։ Ես ուզում եմ ապրեմ հմեգի ցույց տված Հայաստանում։ Մենք էլ դեռ չենք սկսել։ Ես քեզ մի հատ հարց ունեմ։ Դավայ լով ջան, երկու հատ հարց։ Չէ, մի հատ է, բայց դժվար հարց է, դժվար է տալու համար այդ հարցը, մի քիչ չգիտեմ ոնց մեղմ ասեմ, էլի։ Դժվարը պարկ տալն է, բրատ, դու կարաս ցանկացած հարց ինձ տաս արխա։ Հետ տալն է դժվար։ Պարկ Հայաստանում։ Հարցս լսի հետեւյալն է, շատ այս վերջերը շատ է հայտնվում համացանցում, ինչ որ նկարներ, ինչ որ վիդեոներ, կո մասնակցությամբ եւ մարդիկ մի քիչ տարակուսանք են հայտնում, որ գիտեք, դու ասում ես մարդիկ, ես ասում եմ ֆեյքեր, բայց շարունակ մարդիկ, հա, ասում եմ, տարբեր են իրենք։ Բայց ամեն դեպքում կա ասենց թեզ, նարատիվ, որ գիտեք, երկիրը ասենց ԽԺԲԺ-ների մեջ է։ Երկրում անարդարություն է, քաղբանտարկյալներ են, պայքար է գնում, վատ մթնոլորտ է ի վերջո։ Սամվել Կարապետյանն է այսօր կալանավորված, իսկ դու միշտ ուրախ ժպիտը դեմքին հայտնվում ես։ Լսի, դա քեզ չի նեղացնում, ինչ որ չես նեղանում այդ ամեն ինչից։ Քեզանից դա ամեն ինչից, լով ջան։ Այդ ֆեյքերից։ Շատ լավ, դա կրկիր հարց է, լով ջան։ Նայ, իմ մոտեցումը հետեւյալն է։ Նեղանալը դա ընտրություն է։ Ինձ ոչ մեկը չի կարա նեղացնի, մինչև ես համաձայն չեմ նեղանալու։ Էդի 1։ Երկրորդը ինչ վերաբերում է տրամադրությունին, ժպիտին, իտակ դալը։ Նայ, ես պատրաստ չեմ իմ բնավորությունը փոխեմ։ Ես անենց կերպարեմ, որ իմ համար այս բաժակը միշտ կիսա լցված է։ Ես ընտրում եմ վերաբերվեն ամեն ինչին պոզիտիվով։ Դա իմ բնավորությունն է։ Ես գնում եմ գործի ժպիտով, գալիս եմ ետ ժպիտով, միշտ։ Ոչ մի արհեստական բան իմ մեջ չկա։ Ինչու՞։ Քանի որ ելքի պետք է իմ տրամադրությունը ցածր լինի։ Ես չեմ զգում ինձ ճնշված, ու նաև ասեմ, որ ինձ թվում է, ես զգում եմ դա, որ մենք շատ կարևոր ճանապարհի ենք հիմա։ Մեր նպատակները ավելի մեծ են։ Էսի էգզիստենցիոնալ հարց է իմ համար, իմ ընտանիքի համար, իմ հորը համար։ Քանի որ եթե մենք մենակ վերաբերվենք այս հարցին, որպես Սամվել Կարապետյանը ազատության մեջ լինի, սա ոչ միայն մեր հարցն է, այ մեր պետության հարցն է։ Սկզբունքների եկեղեցու էս ամեն ինչը մենք ամեն ինչ շատ լավ տեսնում ենք։ Այո։ Ու եթե ինչ որ մարդիկ կան, ով այս ատելության մեջ պատրաստ են մի 5 տարի էլ ապրեն, ես ասեմ մենք պատրաստ չենք։ Այսօր սա պայքար է, ասենց ասեն, կռիվ է, դեռ թշնամություն չի, քանի որ ինչ որ կարմիր գծեր կան, որը ես բոլորին կոչ եմ անում չանցնել, հիմա իրանք ապօրինի, անօրինական բոլոր իրանց պետական հնարավորությունները մեր դեմ օգտագործում են։ Մենք էլ դեռ չենք սկսել։ Այն որ գիտես, մարդիկ մոտենում են ինձ շատ հաճախ։ Ու չեն ասում կրեք, էլի խնդրում եմ կրեք, ասում են գնացեք մինչև վերջ։ Ենթագիտակցորեն բոլորը հասկանում են, եթե մենք գնանք մինչև վերջ, մենք հաղթելու ենք։ Ու ես կարամ վստահեցնեմ ձեզ մի բան ես վստահ եմ, որ մենք գնալու ենք մինչև վերջ։ Ինչ արժեք դա չունենա։ Վերադառնանք քո հարցին։ Երբ որ ես գիտեմ, որ մենք հաղթելու ենք, երբ որ ես գիտեմ, որ հունիսի 8-ին ընտրությունների հաջորդ օրը մենք ճամպելու ենք փոքրիկ խմբակի անդամներին զբաղվեն իրենց սիրած գործով, ընդդիմություն լինելով։ Երբ որ ես գիտեմ, որ փոքրիկ առանց այն էլ փոքրիկ խմբակը կլինի ավելի փոքրիկ, իսկ մենք էլ լուրջ գործեր ենք անցնելու, ելքի իմ տրամադրությունը պետք է ցածր լինի։ Մի բան կարամ քեզ վստահաբար ասեմ։ Սենսացիա։ Ես
մեր վարչապետի ատոր զբաղացնողի հետ մի թեմայի շուրջ համաձայն եմ։ Ինք ասել է, ընտրությունների արդյունքում մեր ժողովուրդը աներկբա հաղթանակ է տանելու։ Ես ամբողջությամբ համաձայն եմ։ Եվ պետության համը մնալու է համապատասխան մարկանց բերաներում։ Այ որ ասում ես գնալու ենք մինչև վերջ, անկախ նրանից թե կալանավորում կլինի, չի լինի, քանի հոգի կլինի։ Գիտես մեր հյուր այսօր ով է։ Ով է լով Որ անձամբ գիտե այդ ինչա։ ասա։ Ինքը ամենահայտնի քաղբանտարկյալ այսօրով Ամենահայտնի քաղբանտարկյալ սեպտեմբերի։ Որն է, նոյեմբերի։ Նոյեմբեր ամսվա ամենահայտնի քաղբանտարկյալ Ռուբեն Մխիթարյանը։ Ռուբջան, բարև ձեզ։ Աշխատում ես։ Աշխատում եմ։ Հիմա մի հատ բան եմ անում, բայց խնդրում եմ երեխեքը էկրաններից գնան մի կողմ։ Ապա Այս շատ վտանգավոր։ Ուզում ես վերադառնաս։ Դու հնարավորություն կա միշտ վերադառնալու, բայց հիմա մի հատ բռյոմ եմ անում, որը խնդրում եմ երեխեքը չկրկնեն ոչ մի ձև։ ասեցի ձերբակալվան։ Այս արդեն կուլտվի բան է։ Մեմա դարել արդեն էլի, էսի։ Ոնց ես Ռուբեն։ Շատ լավ։ Կարելի է Ռուբեն դիմել, թե ինչ բան է փոխել։ Չէ։ Մեկ ամիս Ռուբ, կասնես։ Ռուբներ։ Կարելի է։ Հանգիստ ասի։ Հիմա լսի մի հատ հարց կես տամ։ Շատ ենք լսել քո ինտերվյուներում, չգիտեմ, այնտեղ ԱԺ-ից ելույթներում։ Ես որպես փաստաբան մեկնեցի Գյումրի, որպես իմ պարտքը կատարեմ այնտեղ եւ այլ։ Հիմա արի մարդավարի լեզվով հələ մեզ պատմի, էլի։ Ինչ է կատարվել, ոնց է եղել, արդյոք 7 թոքով ծեծում էին այնտեղ։ Այն որ ձեռները հետ բարձրացրել են, որ մի պահ կամերան չի նկարել, տակից ինչ էիր անում, պարում էիր, sense շարժումներ էիր անում, ինչ է եղել, ինչի համար են քեզ բռնել։ Ուրեմն ես իմ համար սոկերում եի Գյումրի։ Գնացի Գյումրի։ Լինում է, Լինում է, չի լինում։ Այս ամբողջ ընթացքում սկզբի մասը թե չպատմեմ ճանապարհին իշքան ոստիկանական մեքենաներ կային։ Հասնում եմ Գյումրի, ամբողջ ճանապարհը տեսնում եմ փագեր են։ Մեր սիրելի հարգելի ոստիկանները։ Ցույց եմ տալիս իմ այն կարմիր վգայականը, որ նաև ազգային ժողովուրդը։ Մեջը դետպես է կարած փաստաբան։ Ացեի։ Չէ։ Պրոստը։ Okay։ Ցույց եմ տալիս, ասում եմ փաստաբան եմ, եկել եմ, ծոր լինեմ իմ լենագանցիների, գյումրեցիների կողքին։ Ասում են հրաշալի բան է, մտածել ճանապարհը սպասում են։ Հենց որ հասա քաղաքապետանշենք, այնտեղ մի քիչ խոսակցություն ունեցանք մեր ներքին գործերի զորքերի ոստիկանների հետ, ովքեր մի պահ եկա, որ ասեցին լավ, այ մարդ, այս մարդը փաստաբան է, դե հասկացանք հիմա։ Ոնց որ թե հավսյոտիկի մեր ձևովից է, բայց փաստաբանը հիմա ներգանում է, փաստաբանը եկե։ Մի Քեզ գիտեն որ մեր ձևովից է սարդում։ վստահ եմ, հա։ Դրանից հետո գործողություններ եմ անում փաստաբանական, իջնում եմ ներքև։ Քաղաքապետին արդեն տարել են։ Ոսկե ժողովուրդը ինչի համար որ հավաքվել էր, այդ արդեն ոնց որ չկա այդ թեման։ Ենթադրում եմ քաղաքապետը արդեն Երևանի ճանապարհին էր։ Այն պահից սկսած, երբ որ հերվից տեսա, որ ոնց որ տենց անհասկանալի վիճակ է, ոստիկանական կուտակումներ են մի կողմում, մյուս կողմում ժողովուրդն են, ասի հələ մի րոպե։ Ես պետք է մտնեմ երկուսի մեջտեղը։ Ու չթողա մի բան լինի հանգարց, որովհետև ծորին բոլորի նյարդերը պիկին էին հասել։ Մտա իմ համար, ինչպես իրենք նշել էին, որ տագից ենթադրյալ բաներ եմ արել, բայց չգիտեմ, ես չեմ եղել, առնվազն։ Ուրիշ Ռուբեն Մխիթարյան։ Ուրիշ Ռուբեն Մխիթարյանն է։ Շատ են, չէ՞ Ռուբեն Մխիթարյանը։ Դա Ռուբջան կոյցեմ։ Ու գնաց երկուսի մեջտեղ հենց կանգնեցի։ Այսինքն ոչ բռնել եմ ոստիկանների կողմը, ոչ իմ սիրելի պաշտելի գյումրեցիների կողմը։ Այդ ամենը ուզեցի պաշտպանեմ։ Դրանից հետո իմ հայտնի այդ տեսանյութը, ուժեղ տեսանյութը մեմ դարձած իմ դիսկով կանգնել եմ ու այդ տևել է երևի թե զգացողությունս 10-ից 15 վայրկյան։ Դրանից հետո ինձ ասում են Իրան է տարեք։ Համ զարմացա, համ շոկ ապրեցի։ Համ իհարկե հաճելի էր, որովհետև այդքան մարդու մեջ ինձ էլ նկատեցին։ Ու դրանից հետո արդեն տեսանյութներ, նաև իմ մոտ կար ողջամիտ կարծիք ու կասկած, որ այն ինչ որ մի պահ տեսա, ինչ որ մեկին էին ձերբակալում,
այդ մեկը գետնիներ ու իր կողք բոլորը որ վրեն այս մյուս կողմը մոտ 6-7 ոստիկաններ էին ու այդ նաև հայտնի կդորն է որ ասում եմ 7 հոգով մարդ են ծեծում Ալեքս ջան Շատ կինոշնի մոմենտ էր, գիտես։ բայց Ոնց որ կամերան քեզա ցույց տալիս, հետո 7 հոգով մի մարդու վրա են արձակվել։ ուրիշ բան ասեմ, ես այս դուրս գալուց հետո որ տեսա իմ վիդեոները, ես ինքան հբարտությամբ լսվեցի։ Մենք էլ Իմ Ռոբի վիճակի տզելը, բանը, Էլի հայտնի դարձած։ հայտնի դարձած, Հայտնի է դառը։ սիրուն էր, շատ հաճելի էր։ Լսի, իսկ որ ասենք տարան քեզ այդ քնչական բաժանմունք։ Այնտեղ ժամանակ անցկացրել, չէ, ձերբակալված էր, մինչև այնտեղ մեղադրանք, էսկոմ, ենկոմ, էլի։ Այն ժամանակ ցած իրականում էլի մտքովդ անցնում էր, որ էսի կարաբերի կալանքի որոշման 2 ամսով թե այտենց ասում էր լավ։ Պատմի Ռուբ ջան, քանի որ էսի շատ մարդկանց էլ է պետք է գա մինչև ընտրությունների այս փորձը քո։ Մանրամասն պատմի։ Պատմի ոնց եղել է, ասում եմ դու առաջ մի սաղ պատմի։ Գերում ա, չէ։ Ես ու Լովն էլ ենք պլանավորում քո։ Չէ, ես ասում, ես սաղ 30 օրը արել եմ այդ ամբողջը, էլ ոչ մի նստել։ Ես վստահ եմ, որ ավճիշտ ուղղակի անհնար է համարում, որ կարող է բան հասնի կալանավորման, որովհետև այն ինչ որ մեր սիրելի իշխանությունն արեցին, այն պարագայում, երբ որ փաստաբան ես գիտես, որն է օրենքի խախտում, որը խախտում չէ, որը ինչ հոդվածի կտանի, ես վստահ եմ, որ 3 ժամ հետո դուրս էի գալու։ Ընդհանուր պատոկի տակ ես ընկել, էլի։ Հա, բայց ստեմա դուրիշ խնդիր ունենք։ Այն մարդկանց քանակը չգիտեմ, իրականում ինչքան մարդ կար հենց արտի քերակադրական հիմնարկում, մարդկանց երևի 90%-ը իմ նման էր եղել։ Իսկն ոչինչ չանելու համար մարդկանց հավաքել, բայց նաև այն ինչ հոդված դրեցին, զանգվածային անկարգություն, չգիտեմ, սահմանադրական կարգի տապալում եւ այլն, դա կոչ է, տարապես կապ չուներ իրականության հետ։ Փողերի լվացում չկա։ Փողերի լվացում չկար, իմ մոտ կարծեմ ուզում էին սկզբում լիներ ահաբեկության ֆինանսավորում, բայց ոնց որ թե թու չի եղել։ Հասկացա։ Չեն ֆայմել։ Եկեք առաջարկում միտք չտանք։ Նոր միտք չկեներացնեն։ Ծովահենություն կարելի։ Ունենք պիրատես։ Ավեշ նետա։ Զարմացար որ դե մոտ կարծեմ դե ճիշտ եմ հիշում ժամերը 6 ժամ հետո արդեն բան արեցին։ Ծոր բակ ուղարկեցին մեզ ու մեզ չի ավելի ճիշտ ինձ։ Բնակության մեծ մասը Գյումրիի ձերբակալման պահման վայրում մնաց, ինձ ուղարկեցին Ալավերդի։ Գիշերվա 1000 անձրև ցուրտ, ես իմ հայտնի պիջակով, բարակ պիջակով ֆիքսենք այդ էդի մետ գալու է միշտ։ Գնացինք Ալավերդի, դե ճիշտ եմ հիշում մեքենան Վիլիսն, հին Վիլիսներով դաժան էր։ Այդ հույս ունեմ չի կրկնվի այդ մեքենավ այդքան երկար ճանապարհ գնալը դրանից հետո դե արդեն եկել ենք եթե ճիշտ եմ հիշում մոտավորապես 50 ժամ պլյուս մինուս այնտեղ մնացինք հետ ենք եկել դատարան ու դատարանում էլ ես վստահ եթե անկեղծ որ ես հեսա տուն եմ գնալու որովհետև էլի մասնագիտական նայենք այդ մասին ուղղակի չասեմ անհնար, բաստոն անհնար, այդ չաշխատեց անհնարը, ասում եմ դե չի անհնար, դատարանը ոնց որ կտեսնի, տեսաձայնագրություններ կան փաստաբաններս արդեն նշեցին, դատարական նիստի ժամանակ տեսագրություններս այդ ժամանակ եմ առաջին անգամ նայել, մեծ սիրուն հեռուստացույցներ ունենք դատարանում նիստի ժամանակ։ Նայում եմ, հբարտանում եմ ինձանով, ուրախանում եմ ու տեսագրությունների մենք էլ ենք նայում, բայց չենք ուրախանում։ Բայց պարտանում ենք։ Ոչինչ։ Ու դրանից հետո 5 ժամ տևած դատական նիստ, ասում են վերջ, մահապատիժ։ Ասում եմ չէ ինչ մահապատիժ, բան կոնե կալանավոր եկել են 5 ժամանակով, բալավ։ Ու դες գնացինք արտիկ քերակադրական հիմնարկ։ Լուսադեմին։ Հասկացա։ Իսկ բանը, քանի որ չի բացառվում, բայց հուսանք դրան չի հասնի, երբեմն ոչ մեկս չենք ունեցել այդ փորձը գտնվելու քրեակատարական հիմնարկում որպես հաճախորդ, ասենք ոչ թե որպես էքսկուրսիա, դեռ, ասեմ չի լինի, բայց ոնց է վիճակը, կներես դու որպես կուլտուրական մարդ։ Ես որպես կուլտուրական մարդ, ասում եմ, առաջի 2 ամենադժվար առաջի 2-3 օրն է։
ամենայն անգեղծությամբ, որովհետև այդ են պահն է, որ դու ուղեղը դանջեցած մտածում ես տանեցիների մասին։ Ես իմ փորձն ասեմ, ես այդ բան մտքից ծերով անգամ չի անցել, որ ես իմ մասին մտածեմ եմ տանեցիներն ինչ վիճակում են, վայ, տունը, վայ, իմ, չգիտեմ, տանեցիներն ինչ են անում, ինչ վիճակ է եւ այլն եւ այլն։ Ոստեղ ամենա ցավալին այն էր, որ ասում ես լավ ինչի համար։ Հետո հիշեցի Սամվել Կարապետյանի դեպքը, ասացի եղբայր, առնվազն դրա համար։ Ինչա նշանակում ինչի համար։ Մեր օրյա իրականության մեջ կապ չունի ինչի համար։ Տենց է պետք։ Երրորդ օրը արթնացա, սառը ջրով լվացվեցի, բայց փոքրիկ հայելի ունեինք, արտիք քրեակատարողական հիմնարկում է։ Դուրսը, հա, դուրսը ցուրտ, բայց օդը մաքուր էր։ Օդը մաքուր էր։ Տենում ես դու ես տենում, քո բաժակը միշտ կիսալեցրել։ Կիսալեցրել։ Հա։ Ծոր հայլու մեջ նայեցի, ես ինձ ասացի մի հատ թափ դուրքես, ծոր մեջ կդուղի, ու փորձի լավ բաներ։ Հա, հենց այդ ու իրականում հենց այդ օրվանից սկսեց այդպես քայլել։ Միջև այսօր մենք զգացել ենք, որ քո պախոտքեն մի քիչ փոխվել է, Ռուբ ջան։ Վերաբերմունքը շփում է, բան, հա։ Տերմինոլոգիա։ Զգուշ ենք, ուշադիր ենք։ Պետք է։ Այսօր փաստաբանես վարը։ Ու բայց ինքը եթե դու ժամանակը ճիշտ օգտագործես, էլի եկեք մի բան, ուսում այս բա լեջստենք, եթե իրականում դու համ ժամանակն ես ճիշտ օգտագործում ու փորձում ես այդ ամենից դրական բան քաշել, այդ միանշանակ աշխատում է։ Ունես ժամանակ մտածելու քո պլանների մասին, քո կյանքի մասին, ունես ժամանակ գիրք կարդալու, քեզ տրամադրելու, մարզվելու, ուսումը բանից արտիք քրեակատարողական հիմնարկից դուրս է 1-4 ավել գիրք կարդացած ու կորցրած 3 կիլոգրամ այդ մարզվելու արդյունքներ։ Դու ոնց որ նկարագրում ես Մալյորկա ես գնացել, ոչ թե բանս։ Անենց նկարագրեցիր արդեն ուզում ես դա։ Հիմա գիրք եմ կարդում, Ազատ քնել եմ, ժամանակը հանգստացել եմ։ Մի հատ մեկը մինուս կար, հերոստացույցով որ թողներ են մեր։ Միշտ Նիկոլին են ցույց տալիս։ Դե այդ համեգի այս այդ միտքը ասեմ, բայց հա։ Ես ուզում եմ ապրեմ համեգի ցույց տված Հայաստանում։ Բայց ոնց որ իրականության հետ կապ չունի։ Ինձ մի պահ թվաց, որ ես երկար ժամանակ եմ բացակայել, որովհետև ոնց որ էքստրավագանտ նորություններ էին, էքստրավագանտ լուրեր էին, անբացատրելի մեծ քանակով գործարաններ էր կառուցվել։ Քո երազներում Պետրոսը սենց չէր գալիս, այսինքն տիպը։ Պահել պետք է ստում ես։ Չէ, թու նման վախեցնող երազներ չեմ տեսել։ Ինչ խոսք։ Դա քեզ դժվար է վախեցնել, ոնց հասկանում ենք, Ռուբ ջան։ Չէ, միանշանակ այդ իրանց փորձը ցույց տվեց, որովհետև նախ ինչից վախենանք, ասենք նրանից։ Մեր Նարեկ Կարապետյան շատ լավ բան ասեց, թե թողներեն են այն մարդիկ, ովքեր որ դեռևս չեն գտնվել անազատության մեջ, բայց շատ լավ միտք ասեց, թե հիմա ոնց որ ավելի շատ ամոթա կներեք տղեկ ջան։ Ամոթա նստած ելած չլինել։ Ամաչում ենք։ Անկեղծ ամաչում ենք էլի։ Ճանաչելա։ Իսկ մատ ուրիշ բան, ասենք քո մեջ բան չկար, զգացողություն, որ դե լավ, էսի հասկանում անարդարա, բան չեմ արել, գոնե ինչ որ մի կետելներ, որ ասել դե հա կարար դատավորը կամ քննիչը կամ դատախազը ինչ որ տես բան մտածել էլի, խեմ ես այսօր ստեղ։ Այդ առաջ երրորդ օրվանից վերացավ։ Համակերպվեց։ Համակերպվեցիր, բայց պետք է չհամակերպվես ու չպայքարես, այլ համակերպվես, բայց պայքարես։ Ավելի լավ մարդ դուրս կաս այնտեղից, ավելի պատրաստված մարդ դուրս կաս այնտեղից, ավելի անվախ մարդ դարձած դուրս կաս։ Դրական ուժեղացած ում դուրս եկե, ավելի ինչ ենք անում մարդը դրական օգուտներ։ Վախն էլ տրյուկ է, վախը տրյուկ է, արդյոք միգուցե վատ տրյուկ չի, բայց տրյուկ է։ Օգտագործում են քո դեմ, բայց 2-3 օր։ Հա, 2-3 օր։ Այդ էլ ինձ թվում է 2-3 օրը ավելի շատ բան է, շոկայինն է։ Եթե դու բան արած լինես, իհարկե ցավոքսելի, քանի որ իմ գործը իրականում չի բրձե։ Ես ընդամենը այս բանին դուրս եմ, օրինակ ունեմ բացակայելու արգելքի մասին որոշում Հայաստանից դուրս չեմ կարող գալ։ Հույս ունեմ այս դատական process-ը կամ առնվազն դատարան չի հասնի կամ դատարան արդեն կկայացնի համապատասխան որոշումը շատ բաներ կկարողանան պատմել, բայց իրականում այդ 2-3 օրն էլ ավելի շատ զուտ շոկ է ու
Նեղվածություն թե ինչի համար։ Հենց այդ ինչի համար պատասխանը ստացա, սաղ տեղն ընկավ։ Տանեցին հետ խոսացի, մեզ sense բջուր քարտիկներ բաժանեցին, բանով հեռախոսով զանգեցին։ Մամ, ոնց եք։ Դու այնտեղ գտնվելով ունեցել ես հնարավորություն ես ամբողջ աջակցությունը գյումրեցիներից զգաս։ Ոչ մենակ գյումրեցիներից, եթե անգերց, որովհետև իմ փաստաբանները այդ ընթացքում շատ էին գալիս գնում։ Տեղեկատվությունը հնարավորինս փոխանցում էին, պլյուս ինձ մի անգամ նաև բերեցին Facebook-յան post-երը, screenshot-եր արած, թե ինչ կկատարվի Լեննագան, ինչ կկատարվի Facebook-ի մեջ, այդ արդեն sense չարեցի, սպես երացել է, էլի, ուժեղացած, բայց իրոք համել շնորհակալություն, ով իմ հետ է, իրոք այդ շատ ու կողքից ուշ տվեց, որովհետև մեր պայքարը ազնիվ է։ Ասիր, կկատարվի Գյումրիում, տեսակ ասում, ինչ կկատարվի, հասկացա, բարբարով ես ասում։ Իդե բարբարի առումով կարաս ինձ բացատրես, ինչու գյումրեցիներին կարելի է իրանց բարբարով խոսել, ուրիշները երբ որ խոսում են, ասում են, չգիտեմ։ Հիմա եթե ես սկսեմ ֆրանգերեն խոսել, չնայած շատ բառեր կան, որ շատ նման են մեզ մոտ։ Որ սկսեք դու Գյումրու բարբարով դու Չեն հասկանա։ Տաշի բարբարով ես դες չեմ հասկանա։ Մենք երկուսով կխոսանք։ Ինչու՞ ձեզ կարելի է ձեր այդ կուլտուրնի կոդը բոլորին հրապարակել։ Ռուսական ու անգլիական բառեր մեջ ավելացնել է։ Cute-a, լոլ։ Մեր մոտ այդ կան էլի, սիրեմ գ, գուրգուրեմ գ։ Կան գեղեցիկ է, մերը լավն է։ Ինչ շատ է դուր գալիս է։ Չէ, ինչ շատ է դուր գալիս, որ ամեն մարզը, ամեն ռեգիոնը իր ասենց особенность ունի, էլի։ Ասենք փոքր երկիր ենք։ Ոնց էտել են ուզում մեր դեմը օգտագործեն, բայց ինձ թվում է էտի բանա, էտի այդ համը, էլի։ Ժողովրդի համը, ազգի համն է, որ մենք մի քիչ ոնց որ լեզուն ստեղ տարբերվում է, կուլտուրան է մի քիչ տարբերվում, բայց մենք ամբողջությամբ հայ ենք, էլի։ Էդի պետքա որպես առավելություն դիտարկել, որ մենք այդ առումով ոչ թե տարբեր ենք, այլ շատ տարբերակներ կան, բազմազան ենք։ Իսկ մեզ ասում են, չէ, այդպես հայաստանցի է, էսի արցախցի է, էսի լեննականցի է, էսի չգիտեմ բանա, տաշիրցի է, էս մեկը բան գորիսեցի է։ Այդ եկավ, էս մեկը ասորիա է вообще, Սարգիսով։ Այո։ Ասոր։ Վերադառնանք ասորի ինչ որ դրուկ։ Այդ եկավ մեր օրյա իշխանությունից այդ բաժանումը, իրանք իրականում իշխան ես հասկացել իրանց նպատակը բոլորին մեկ մարմին զոմբի սարքելներ, բայց այդ ցիերը գցել մի մարզի հետ խնդիր ունենալը, մի մարզին մյուսի մոտ վադաբանելը, բան այդ ազգը պարակտելու քայլերն են։ Հայտնի разделяй власть ասվել է։ Մեր ձևովի հենց առավելությունը նրանում է կային, որ առաջի օրվանից նույն բանն ենք ասում։ Ասում ենք ժողովուրդ, մենք մաքսիմում 3 միլիոն մարդ ենք այս պայծությամբ Հայաստանի Հանրապետությունում։ Մեզ պետքա մի բան, համախմբվել։ Միայն միասնական ուժով մենք կարող ենք հաղթահարել խնդիրները։ Չկա այլ չգիտեմ ռեգիոններով բաժանում, չկա հարուստ աղքատի բաժանում, չկա նախկիններ կան մարդիկ, ովքեր ցանկանում են այս երկրում ինչ-որ բան փոփոխել, գնանք դեպի մեր երազած երկիրը, իրանք թող գան համախմբվեն, սա ժողովրդական շարժումը բոլորի համար դռները բաց։ Այսքան բան։ Ու սա հենց այդ է, որ մարդկանց համար ոնց որ թե այդքան շատ ժամանակ չի անցել, բայց նորություն լինի, մարդիկ ասում են Սովոր չենք, է։ Ինչ բան է, նորություն է, էլի, նոր շունչ է ինչ որ։ Դրա համար գրավում է եւ հմայում է մարդկանց։ Ցախավելի պատմություններ, դե ավելի չէ, ինքը առանձին ոչ բանը, բայց որ երբ մի անումը կամ է Սինգմադը։ Սինգմադի արածը լրիվ ուրիշ բան է, առանձին։ Քո դեպքում ցախավելը դու կարաս ջարդես, լավ օրինակ չի։ Իդեպ մեզ մասին ասում են, որ երիտասարդների շարժում ասեցի, հիշեցի, երիտասարդների շարժում։ Ուզում են սենց բացասական համատեքստ դրան տան։ Բայց ես մենակ դրական եմ տեսնում, ճիշտ ասած։ Միշտ ասում ենք երրորդ ուժ, ջահելությունը, ակտիվ ջահելություն, չէ՞, պահանջել ենք դա։ Երբ որ ստացել ենք, էս էլ ոնց որ բան է, այն որ ասում են չի դզում, էլ ի՞նչ է պետք։ Ու մարդիկ շփոթում են, ճիշտ ասած։ Շարժումը եւ կուսակցությունը, մենք դեռ կուսակցություն չունենք։ Նայ ոնց են համեմատում մեզ, չէ՞։ Այս վարկանիշները, գելլպները, մելլպները իրանց անալիտիկան են տալիս։ Ու մի քիչ նիսկրոմն է լինելու, բայց հիմա գլխավոր ընդդիմադիր ուժը
Մեր ձևով շարժումն Շարժումն է։ բայց շարժումն է։ Հələ որ Որ տարավ կուսակցություն։ Ոչ մարդ է, ոչ։ Հիմա եթե կան մարդիկ ով այս շարժման պոտենցիալը դեռ ճիշտ չեն գնահատում, Շոու ջան, ուզում եմ ձեզ մի հատ խորհուրդ տամ։ Աչքերը բացեք։ Չէ, բայց ճիշտ ասում, կուսակցություն չկա այս պայդրությամբ, որպես քաղաքական միավոր։ Ծրագրերը հələ հրապարակած չի։ Տեխնացուներ չկան, արշավներ մեծ առումով չկան, բայց վարկանիշով մարդիկ ասում են, այս այն երրորդ ուժը, ու մենք սպասում ենք։ Գնում ես հարցազրույցի, խոսում ես, որ մենք շարժում է, այս ծրագրեր ունենք, այս մտքեր ունենք եւ այլն, ասում են, լավ, հələ ասեք, եփեք, ով է ձեր տեխնացուն, ասում ես, մենք քաղաքական չեմ, սա մենք արդեն դες տեսնում ենք եւ այլն, մարդկանց պանջարկը ոնց որ կա դրա մասին, էլի, ու ճիշտ ասում, Սարգսը, հələ չենք սկսել։ Մարդիկ իրոք ուզում են լավ ապրեն։ Տղեկ ամենայն անգեղծությամբ ես հոգնել եմ արդեն մոտ 6-7 տարի է, աման առավոտ ելնեմ, ընեմ Facebook կամ Telegram, տեսնեմ են տնոյի այլ իշքան ենք իջե։ Կամ ինչ ա եղել Հայաստանում, կամ ինչ ենք տվել, կամ ուր ենք ասել։ Որովհետեւ մի կյանք ենք մենք ապրում, թողնում ու հեռանում, գնացած չհանգիստ ապրենք մի քանի տարի, հանգիստ Հայաստանը շենացնենք։ Ես մի հատ հետաքրքիր բան ասեմ, եղբայրս արդեն քանի տարի է Հայաստանից դուրս է։ Ես որ ցանկություն ունենայի, որովհետեւ ամեն ինչից հեռու էի։ Թեկուզ այդ Սարգսի ասած երիտասարդների մասով մի բան ունենք, լավ, եթե երիտասարդներով ենք, օքեյ, խնդիրը լավա թե վադա։ Նախկին ենք, ներկա ենք, մեջտեղը չենք, կամ ինչ նախկին, եթե մեր իշխանությունը 7 տարի է, նախկին երբ է համարվում։ Եթե միայն բանը, որ իրան կարան կպցնեն, արա ինչ ուզում են կպցնեն, չի կպնում, ջոգում եք, ռեալ, երիտասարդների շարժում, արա սուպեր է, երրորդ ուժ, սուպեր է, ռեալ էլի։ Ես Ինչ ուզում են կպցնեն, չի կպնում։ Ես սպասում եմ մեր արտաքին գործերի նախարարության հայտնի փոխնախարարը գրեց երիտասարդների շարժումը։ Ես չհասկացա ոչ մի։ Ես էլ մի հատ ժեստ կարամ ցույց տամ, բայց չեմ ուզում։ Այնտեղ մի մատա։ Էսի բարձաբանման կարգավ։ Չէ, իրականում այն որ մեր հետ հիմա արդեն իսկ շատ լուրջ հաշվի է նստում այդ փաստ է։ Մի հատ բոց պատմեմ, սրանից երևի դեռ նստած չէի։ Հիմա քո կյանքը դոյի պոստի է։ Նայում էի ազգային ժողովի մեջ շատ մարդկանց այդ պաշտոնական տվյալները, ինքնակենսագրականները ու ինչ et voilà ինքնակենսագրականը սկսում է ծնվել է այստեղ 2018 թվականից այսինքն հասկացաք չէ ծնվել է ու 2018 թվականից քաղաքացիական պայման ակտիվ քաղաքական ԿՊ դարելավ այսպես ասենք բայց մեր գործընկերների հետ մեր շարժման թիմի անդամների հետ խոսելով բոլորին շուտ երկու էջանոց ինքնակենսագրականներ այս թվականից այս թիվը սովորել է այստեղ սովորել է այնտեղ հիմա որ թվարկեմ ինչքան տեղում սովորել ինչ եմ արել կասեն էլի գլուխ կովան լեննագանցին եկավ դե հիմա որ արել եմ չասեմ չեմ ասում ախպեր չեմ ասում դե էդ էլ հայտնի հարց է էլի սկսած Սամվել Կարապետյանից վերջացած բոլոր անդամներով այդ հարցը պարբերաբար հնչում է, լավ, դե ձրնիշտերին էր պետք, էլի։ Կենսագրություն ուներ, գործ ուներ, զբաղվում էր եւ այլ։ Ես ինքս միշտ ինքս էլ եմ այդ հարցը տալիս, ինչ challenge-ի նման բան է։ Դե ասում ես, լավ, այդ ամեն ինչը որ ուներ հով, փախանց։ Դե հենց այդ է, էլի, հենց պատասխանը հարցի մեջ է, հասել ենք այնպես մի տեղ, որ չենք կարող մեր գործով, որը լավ կարային անենք, այս երկրի համար չենք կարող դրանց զբաղվել, ստիպված Գելենք։ Ինչ չթողեցին գնան փող աշխատեն փաստաբանությունով։ Գործով գործով գնացի 30 օր ասում եմ, սա հաջախորդներից կլենտներին հայդարակ վիճակ։ Իսկ այդ դրական բան է, փաստաբանական համայնքում, որ դու ասենք Վստահեցած ես։ Լավ, այնց ասենք։ Լավ չի հնչում, բայց պետարկիր է հնչում։ Քեզ ավելի կվստահ է։ Այստեղ ամենակարևոր, տեսեք, երկու բան ունենք, միտք ես միշտ ասում եմ, մենք որ շեշտում ենք օրինակ ազգային բարերար, իրական հայրենասեր Սամվել Կարապետյանին ազատությունից զերգել են, այստեղ ամենակարևոր մասը, որ իրանք չեն ուզում ընդունեն, ինչի համար են զերգել։ Եթե օրինակ X հանցագործություններ արած լիներ, որ աբսուրդի ժանրից էր, բայց օքեյ, եկեք մի պահ պատկերացնենք, կներես։ Չէ, հասկանում։ Այդ վատ կասենք շատ լավ է մարդ հանցագործությունները կալանավորվել է, պետք է դատվի։ Ըստ օրենքի։ Ոչ մի բան չարած մարդուն 5-6 ամիս արդեն կալանավորել են, վախենում են, բաց թողնեն, որ
ոնց պիտի նային աչքերին ու այս նույն դեպքը նաև փաստաբանների մոտ է եթե բան ես արել պիտի նստես նորմալ է բացասական կնայվեր բայց եթե բան չես արել ու բախտը բերեց որ տեսագրություններ կային էլի հետո ես չէի կարելի ապացուցել վստահ եմ միջև հունիս Եթե մի հատ բայց առանձին sense տեսանկյունից նայենք եւ որ դու այս process-ին մասնակցել ես այս առաջի օրը դու զգում ես խոսքի քնիչները դատավորները իրանք ամեն ինչ հասկանում են տիպը բան ընտրություն չունեն իրանք ճնշում են կոմպրոմատ ունեն ոնց է էլի այս ամբողջ անօրինականությունը ապօրինությունը ես ինչ որ մի բանի հետևանքն է չէ հետևանքն է նրան որ համապատասխան մարդիկ կամք չունեն ճիշտ որոշում կայացնեն բայց դու իրանց աչքերով չեմ ասում որ դու չգիտեմ հոկեբան ես բայց դու զգում ես որ մարդիկ բոլորն էլ ամեն ինչ հասկանում են ուղակի մենք սենց իրավիճակում ենք հիմա ապրում որ իրանք այլ ընտրանք չունեն պարտավոր են անեն ինչ որ իրանց ասում են WhatsApp-ով այս WhatsApp-ային արտադատություն ունեք WhatsApp դուք ունենք հա ես քանի օր այս շատ բաներ չեմ կարող պատասխանել պատասխանը ունեմ այո բայց հիմա այս իրավունք չեմ վերապահում որովհետև սերից դուրս կամ կարող էի խնդիր ունենամ 30 օր չես եղել WhatsApp-ը մինչև էլ ա եղել դրանից հետո չի այ վերացել законопослушный пաստավան Արոբեն իսկ վիճակը ոնց է вообще ներսում էլի նկատի ունեմ կենցաղային վիճակները էլի լավ էր շնորհակալություն առաջարկում ես փոփոխությունների կարիք կա միանշանակ այդ անելու ենք բայց հա դու արդեն որպես քաղաքական գործիչ ես մտածում ես քաղաքական գործիչ պատասխանեցի ճիշտ է որպես բայց եթե ես մնամ սովորական քաղաքացի ամեն ինչ անելու եմ որ այնտեղ գտնվող գիտեք տպավորություն կա որ բանդում օրինակ չգիտեմ այդպես մարդու գլուխա դրած այդպես կանգը բացել են այդպես պեդալով ուդում են բայց չէ այնտեղ էլ կային ճիշտ մարդիկ ընդունում եմ կային նաև հանցագործներ ովքեր լավ բաներ չէին արել ովքեր վատ բաներ էին օգտագործում եւ այլն բայց հավատացնում եմ բոլորիսպես մարդիկ էին ել չեմ ասում որ մերս գործով Գյումրի դեպքերի հետ կապված մոդավորապես եմ ասում 30 հոգի մարդ կար որ երևի 28 էլի որից այդ բանի հետ կապ չուներ այտենց նորմալ աշխատողներ նորմալ ընտանիքի մարդիկ այսինքն այն ինչ հոդված որ տրվել է մեր վրա մեկ քիչ չերեշուր էր exagéré ֆրանսերեն էլի բարբարովա կա Գյումրեցի Գյումրու բարբարով ֆրանսերեն խոսածը ունեցել է քիչ դեռ ոչ էքսկլյուզիվ այս ամեն ոց ինչա քո համար գյումրեցի լինելը հբարտություն միանշանակ հբարտություն որովհետև 2010 թվականից տեղափոխվել եմ Երևան չեմ կարող չնշել որ միանշանակ Երևանը շատ բան ինձ տվե դու կարող ես գյումրեցուն բերես Երևան բայց Գյումրին գյումրեցուց չես կարա չես կարա հանես ու հայրիկիս մահանալուց հետո ոնց որ տարբերակ չունեի շատ շուտ գալ լեննական բայց այդ ամեն ինչը ոնց չխանգարեց թեկուզ արդեն 15-16 տարի հետո հիմա ինչպես գիտեք ես Գյումրի համակարգողն եմ գնում եմ Գյումրի խնդրում այլևս ինչ չանհանգստացնել ես պետք է լինեմ իմ գյումրեցիների կողքին որովհետև այստեղ նույն քերակադրական հիմնարկում գտնվելու նաև համեմատական տանենք երբ որ դու մեջն ես խնդիրները շատ բարձ տեսնում ես կողքից միշտ այլ կարծիք կարող ունենաս այլ բանի վրա ուշադրություն դարձնես չգիտեմ բայց մեջ լինելով հանդես դու վիզուալ ու քո աչքի վրա սա խնդիրները պատկերացնում ես կամ պատկերացնես կա Բայց ինչա քո համար հայ լինելը այդ շատ ավելի մեծ հբարտություն բայց հիմի տեսեք իմ համար ծոր 3 բան ունեմ հայրենիք աստված ու ընտանիք ծոր 3-ը իրար փոխ լրացնելով գնում են եթե հարցնեին Հայաստանի Հանրապետություն որտեղ կուզեի հաջորդ կյանքում ծնվել միանշանակ ելի Գյումրիներ հայը հբարտություն է որը փորձում են մեր իշխանությունները մեր ծերից վերցնել հբարտությունը կզած կոստյում հակած բայց կզած այս կարգավիճակով այն բարակ կոստյումը չէ նույնիսկ բարակով ու դրա բայց չի ստացվել իրանց մոտ այդ բաներ կա որ միջիցը չես կնահանես բայց վստահությունը ինչից է գալիս որ չի ստացվել վստահությունը էլի ես միշտ փորձել եմ անznային բան չունենամ բայց մենակ այն որ Սամվել Կարապետյանը նախաձեռնել է այս շարժումը մենք իր
մեջքին ենք, ինքը մեր մեջքին, այդ միանշանակ իմ մոտ այն վստահությունը կա, որ մենք հաջողելու ենք։ Ու մենք չենք հաջողելու անձնական լավաբրելու մասին չէ խոսքը, մենք հաջողելու ենք հայմենալուն, մենք հաջողելու ենք որ եկեղեցին մնա իր տեղում, մենք հաջողելու ենք որ կառավարությունը, իշխանությունը, падգամավորները չխառնվին եկեղեցու գործերին։ Եթե օրինակ եկեղեցում խնդիր կա, բոլոր տեղերում խնդիր կա, կառավարությունում խնդիր կարող են, չգիտեմ, մարզպետարան, քաղաքապետարան, բայց տեղեր կա մեր քիթը խոտելու իրավունք չունենք։ Եկեղեցին եթե խնդիր ունի, ինքը իր խնդիրը նաև ինքնամակրվելն է, բայց ոչ թե հելնենք գնանք վեհարանն ազատենք, ումից ազատենք, կներեք, ինչից ազատենք։ Մենք ով ենք։ Ամենազարմանալին որ հայերն են դա ասում։ Հիմա ինչ էլ ասես, չասես, չէ, նույնիսկ ԿՊԱ-ականները իրանք էլ են հայ, չէ։ Ու ինձ թվում է Նարեկը դա նշել է, չէ, որ 94% մեր օպոնենտների իրանք ամեն ինչ հասկանում են։ Եվ որ ասում են stavki сделаны, ես զգում եմ, որ իրանք այս բան ուղակի այլ ընտրանք չունեն։ Ինչ են անել։ Չէ, էսի ոնց որ նավ է։ Հիմա առաջի ռեակցիան, եւ որ նավը ինչ որ ճակ է տալիս, չէ։ Այն չի որ դու ուզում ես թռնես այդ նավից։ Ու նայում ես, ուսումնասիրում ես, բայց ես վստահ եմ, որ գիտես ոնց էդ էլ մենք չենք կարող այս օրինակը վերցնենք ու մենք մեզանով այդ օրինակը ցույց չտանք։ Մենք իրավունք չունենք, բաժանենք մեզ, մեր ժողովուրդը, իրանք էլ են հայ, մենք էլ ենք հայ։ Կան են 6% անադեկվատ աթելություն ստեղծող ինչ որ կերպարներ։ Բայց էդ էլ իրանք էլ իրանց ամեն ինչ ստանալու են, էլի։ Հա? 5%։ 5-ը։ Հա, քիչացել են, էլի։ Բարոմետր ունես։ Իրանք օրորի քիչանում են։ Հա, Իմ գլխավոր հարցը ցինիզմն է։ Այս ցինիզմն է, ոնց են իրանք այս սուրբ հարցերին վերաբերվում։ Գիտես, ասենց դեմոկրատիան ինչ է պահանջում, որ ցանկացած մարդը իր անձնական կարծիքը ունի։ Ու ունի հնարավորություն այդ կարծիքը հրապարակի, չգիտեմ։ Բայց դա չի նշանակում, որ դու այն նուրբ հարցերի շուրջ պետք է օգտագործես այս դիշովի էժան ինստրումենտները ստեղծելով աթելություն, չարություն։ Այդ է իմ ամենամեծ պրետենզիան դա է։ Հայն դա չի սազում։ Ու արեստական ստեղծած ինչ-որ խնդիրներ։ Արեստական 10-րդը չէր եկեղեցին։ Գնացեք այս բանը մեր օտը, հա, այս հարցը լուծեք, սահմանների հարցերը լուծեք։ Սպեկուլյացիա, մանիպուլյացիա եւ աթելություն։ Ցինիզմը վարակիչ բան է։ Շատ վարակիչ բան է։ Ցինիզմը ապահով միջոց է, ինչով է ապահով, այսինքն դու կարաս մտնես, ինչ որ մի բան գրես, կոմենտներից դա երևում է, չէ։ Դա պաշտպանվելու բան չկա, դու ես ինչ որ մի հատ բան ես գցում, վատ բան ես ասում, ծիծաղում ես, բան ես անում, նեգատիվ ես տարածում։ Ինքը վարակիչ բան է, այսինքն երբ որ մենք ասում ենք տարածողներին ենք հիմա մատնանշում, բայց հասարակության մեջ էլ է դա հեշտ տարածում, դա շատ հեշտ անել, հակառակը մաքրելն է դժվար, երբ որ դու մարդկանց adekvatության կոչ ես էլի անում, ասում ես ժողովուրդ այդ համախմբումն է, պոզիտիվն է, իրար չուտելն է, եկեք միասին գնանք ինչ որ մի նպատակի։ Դա դժվար է։ Ցինիզմը հավես բան է, էլի, ասենց ասենք ճակերտների մեջ։ Ինչ է քեզանից գնում, մտնես մեկին ասես, այսի սենց նա այն մեկը նենց նա, շատ բաներ չասենք, էլի։ Ես խնդրեմը ինչն է, նաև որ պատասխանատվություն դա էլ չկա։ Սենց գոյություն չունի, ինչու։ Նայ, ես մի հատ սենց ինտերնետ սուր բան ասեմ։ Արդյոք շատ մարդկանց դուր չի գալու դա, բայց ես, например, օրինակի համար вообще ոչ մի բան դեմ չունեմ, երբ որ ինչ որ ֆեյքեր կամ իրոք աջակցողներ, հիմա չասենք որ вообще չկան ԿՊԱ-ական փոքրիկ խմբակի աջակցող կան, երբ որ գրում են Նիկոլ Վարչապետ ու դրոշները, սրտիկները, ինչ չգիտեմ էլ ինչ են գրում, ես вообще ոչ մի խնդիր դրա հետ չունեմ։ Ինչու։ Մարդը ինչքան իր խելքը հասնում է, ինչ որ պոզիտիվ էմոցիա է գցում, չէ՞։ Okay է։ Իրանք թող սենց անեն, մեր աջակցողները թող մեծ սրտիկներ դնեն, вообще խնդիր չկա։ Բայց իրանք են առաջինները, ով էս կարմիր գիծը վիրավորանքների եւ հայոյանքների անցել են։ Ու մի բան ուզում եմ շեշտեմ, պատասխանատվությունը կա ու լինելու է։ Լինելու է։ Այո։ Ու հանձնվում եմ։ այդ մտքի առաջ։ Մտքի առաջ, այո։ Չէ, իրականում այդ խնդիրը մենք Facebook-ից սկսվեց, Facebook, TikTok, այդ ամենաթողություն վիճակն է։ Որովհետև գիշեք մի ժամանակ, մի քանի տարի առաջ Facebook-ով ինչ որ մեկին վատ բառ գրեր, այդ լուրջ հարց էր։
Դրա համար պիտի պատասխան տա։ Բայց ես այս ծայրահեղության կողմնակիցն էլ չեմ, էլի, երբ որ մի բան գրում ես, Չէ, տղեկներով ավարտում ես մի հատ այդ հարցը լուծես, բայց Տեսում եք վանել ուրիշ խայդարագություն։ Այն ժամանակ Հա, բաներ հիմա կան, ուրիշ ինչ-որ բարերներ կային, հա, տարբերություններ, հəմել ավելի խայդարագություն, որովհետև նորմալ նյութի տակ հայոյանքներ եկրած, որտեղ կմտին կանայք։ Ինչի կանայք կանայք էդի են հայոյո։ Ես Հա, չէ, բարի նկարներով կանայք են։ Ես քո կալանքի տակ գտնվելու ժամանակ տարբեր պոստեր էի անում, ուզում էի գրել օրինակ #, չգիտեմ, Ազատություն Ռուբեն Մխիթարյանին, բայց հետո հիշեցի, որ #-ը սենց է։ Ասկալից հասկանաս։ Չէ, Գրական ենթամշակույթ բան։ չկա հիմա քրեական ենթամշակույթը վերացել է։ Հիմա Գյումրու քաղաքի մշակույթն է մենակ մնացել։ ես առաջարկում եմ այսօրվա գեղեցիկ ոդկասթը լավ նոտայով վերջացնենք։ Դավայ։ Ոնց ես դու տեսնում Հայաստանի ապագան 5 տարվա կտրվածք։ 5 տարվա կդրվածքով։ Ինչ անելիք ունես։ Ես թե ինչպես եմ ինձ տեսնում։ Դե նույնը Չէ, ու եւ նաեւ քո դերը այս փոփոխությունների մեջ։ Այս իմ Ոնց ես տեսնում Հայաստանը 2030 2030 ռեալիստիկ բաներ ենք խոսում, չէ՞ չենք ասելու որ Հայաստանը, չէ, բան Հայաստանը աշխարհի չեմպիոն, լողի, օլիմպիական չեմպիոն, ու sense բաներ։ Ամուր սահմաններ։ Առաջինը։ Հբարտ կեցվածք։ Ու խոսքը իրական հբարտության մասին է, հբարտություն որ հայ ենք։ Տնտեսապես զարգացած պետություն, որը ոչ թե փուչիկ, այլ իրական։ Այսինքն մենք եկեք անգեղսին ենք, փոքր երկիր ենք, 3 միլիոն բնակչությունով, ու այս երկիրը իրական ցանկության դեպքում 2-3 տարում հնարավոր է դարձել այնպիսին, որ բոլորս լավ ապրենք։ Հենց բոլորս սկսեցինք լավ ապրել, վստահ եմ այդ նեգատիվը կվերանա։ Աղքատությունը եթե նույնիսկ չվերանա, կիչնի մինիմալի։ Անգեղծ նաև շատ մեծ հույս ունեմ, որ մենք կհասնենք դրան մաքուր օդ, որովհետև կարող է սպային մենք տենց հումոր ենք անցնենք, բայց Հայաստանը տեղեք աշխարհում եթե չեմ սխալվում, այդ վիճակագրագետները միգուցե ուղեն top 10-ի մեջ ենք բնակչություն ու ուռուցք ունեցող հիվանդների քանակ, որոնց յուրաքանչյուր երրորդը կամ չորրորդը այդ խնդիրը, հա, քաղցկեղի մասին է խոսքը։ Ու ամենակարևորը շատ մեծ հույս ունեմ, որ մենք բոլորս զբաղված ենք լինելու մեր գործով։ Եթե մենք մեր գործով զբաղված եղանք, ամեն մեկը իր գործը լավներից, ոչ թե 3 միլիոն վարչապետ, չէ, մեզ 3 միլիոն վարչապետ չէ, մեզ մի հատ վարչապետ է պետք։ Իր փոխվարչապետերով, իր նախարարներով եւ այլն եւ այլն։ Ես եթե տաքս ու վարորդ պետք անեմ, դեն տաքսին լավ քշեմ։ Համաձայն եմ։ Վաղամերիկ հայրիկիս ասածներ, որ եթե կոշկա կարես, ինչ անես, պրոստը լավներ է։ Եթե ես այդ անեմ, վարչապետը իր գործն անի, ոչ թե ստատուս գրե, չգիտեմ, այն մյուսը իրական գործերելու մասին է խոսքը, ոչ թե շոուի մասին է խոսքը։ Հաստատ մեր Հայաստանը կդառնա իրական, հբարտ, ուժեղ ու լավ երկիր։ Եվ ես վստահ եմ, մենք մեր թիմով մեր առաջնորդի հետ մեկտեղ ունենալու ենք այդ Հայաստանը, տեսնելու ենք ու ոչ մի պարագայում չենք լքելու, այլ հետ ենք գալու ու շենացնելու ենք։ Շնորհակալություն Ռուբ ջան։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ստեսություն։